Փաշինյանը ասում է Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը, միաժամանակ չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, արդյոք ամբողջական պայմանագրի վերանայման կամ խզելու մասին է խոսքը, թե առանձին հատվածներում ռուսական վերահսկողությունից հայկական վերահսկողության անցնելու, միաժամանակ Փաշինյանն ասում է, մեր իշխանության օրակարգում չկա Ռուսաստանի բացառված է, որ Հայաստանը գործի Ռուսաստանի շահերի դեմ։ Եթե երկաթուղու թեկուզ առանձին հատվածների հետ կապված հարցեր քննարկվեն, նույն այդ բարեկամական մթնոլորտում եւ Հայաստանը պահանջներ դրնի հայկական կառավարման մասին, սա ինքնին չի նշանակում գործել ռուսական շահերի դեմ։ Եթե նշանակում է, ապա ինչպես է Նիկոլ Փաշինյանը չի ասում, իհարկե Նիկոլ Փաշինյանը չի ասում, եւ թերևս չի էլ կարող ասել, կոռեկտ չի լինի իր կողմից արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունն է գործում Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Պարզ ճշմարտության արձանագրում։ Պարզ ճշմարտության արձանագրում։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը, ինչպես ինքն է հայտարարում, պարտավոր է գործել Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով եւ գործում է Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով, Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է ժամանակ չկորցնի եւ կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու կարգավիճակի փոփոխության հարց դնի։ Առավել եւս այն պարագայում, երբ բոլոր փաստաթղթերով երկաթուղին մնում է հայկական, որը կոնցեսիոն կառավարման է հանձնված սոսկ, բայց չգիտես ինչու, թե Ռուսաստանում, թե թերևս գուցե նաեւ այլ երկրներում դա ընկալվում է ռուսական երկաթուղի։ Դա ռուսական երկաթուղի լինել չի կարող։ Եվ որքան օր առաջ մենք ֆիքսենք, արձանագրենք, բացատրենք, փաստենք դա, այնքան մեզ համար հաջողությունը ավելի կմոտենա։ Բարեկամական տրամաբանության մեջ կամ տրամադրությունների մեջ դա հնարավոր է։ Այստեղ բարեկամական տրամադրությունները, գիտեք, կարող են ռուսները ժամանակին կար մի շատ լավ անեկդոտ, վատ անեկդոտ իրականում, բայց հետաքրքիր անեկդոտ, որ հայերը ռուսներին խնդրում էին միքչել ադրբեջանցիների հետ բարեկամություն արեք, հա մենք էլ տարածքներ չունենք ձեզ համար։ Սա է ռուսների բարեկամությունը։ Ռուսները սիրում են ժամանակ ձգել։ Ռուսները երբեք չեն ասի ոչ, որտեվ այսպես կասենք մտածենք։ Իհարկե բարեկամներս անպայման կանենք, բայց գիտեք, կան այսպես տեխնիկական խնդիրներ կան, եկեք բանակցենք, եկեք համագործակցենք, եկեք աշխատանքային խմբեր ստեղծենք, հանձնաժողովներ ստեղծենք։ Հանձնաժողովների մակարդակում այդ հարցը կքննարկենք, այ պարանը վերջում կգա ձեզ մոտ, հետո Մհեր Գրիգորյանին կհրավիրենք, ու այսպես, որտեղ դե ֆակտո Ռուսաստանի երկաթուղիները սնանկ են։ Որտեղ դե ֆակտո ռուսական տեխնոլոգիաները ի վիճակի չեն ապահովել ժամանակակից չափանիշներին համապատասխան երկաթուղին նրանց ամենայն դեպս սողալու է ժամում 40 կիլոմետր արագությամբ։ Դե պատկերացրեք այդ տրիպի երթուղին 40 կիլոմետր արագությամբ սողացող գնացքներով։ Նոնսենս է, չէ՞։ Այսինքն մենք այստեղ խնդիր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, թե բանակցություններով, թե բացատրություններով, թե չգիտեմ ինչով, գուցե նաև միջազգային արբիտրաժային դատարան հասցնելով փոխել համաձայնագիրը։ Ու այս մասին Հանրապետություն կուսակցությունը գրեթե 5 տարի է խոսում, որ կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու հարցը պետք է մինչև 2028 թվականը լուծվեր, չպետք է հասցնել մինչև 2028 թվական։ Ասել ենք, թե չենք ասել, բազմիցս ենք ասել։ Ամենայն դեպս ցանկացած վիդեո արխիվում կադրերն էլ, բացատրություններն էլ, հիմնավորումներն էլ կարող են գտնվել։ Այստեղ հարց չկա։ Այստեղ Հայաստանի Հանրապետության երկաթուղին հայկական է, հայկական իշխանության տակ է եւ պետք է լինի հայկական ու պետք է լինի ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող։ Մենք չենք կարող բերել ու ասենք ինքնաթիռին լծել ձի։ Պարզապես ձի։ Հայ-ռուսական հարաբերություններում այդ շփումների տրամաբանությունը կամ տրամադրությունը ինչպես կգնահատեք, նաև եթե նայեք Լավրով Ալեն Սիմոնյան հանդիպմանը, ինչ տպավորություն ունեք։ Կարողանում են իսկապես խնդիրների մասին խոսելով, արձանագրելով, դեմ դիմաց նստելով խոսել եւ
Որքան ես տեղեկացված եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Արարատ Միրզոյանն է։ Ես այդպես էլ չհասկացա Սերգեյ Վիկտորովիչը ինչու էր հանդիպել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի հետ։ Չափազանց անսովոր ֆորմատ էր ամենայն դեպս։ Եվ ընդհանրապես, եթե վերցնում ես այդ ամբողջ բաց ու փակ հատվածներով հանդիպումը, ծերուկն անտանելի է դարձել։ Ծերուկ արդեն չի տիրապետում իրավիճակին։ Ռուսաստանը, գիտեք, ես շատ ցավով եմ այդ ասում, որովհետև այնուամենայնիվ թե ռուս ժողովուրդը, թե Ռուսաստանը որպես երկիր շատ լավ հնարավորություններ ունի զարգանալու, ժողովրդավարության վերադառնալու, պատերազմները դադարեցնելու, աշխարհում իր տեղն ու դիրքը իսկապես արժանիորեն վերականգնելու։ Եթե իհարկե չլինի այդ մեծապետական շովինիզմը ռուսական, եթե չլինի, ես անդադ այդ մեջբերումը անում եմ, ինձ համար իսկապես դա շատ դիպուկ մեջբերում է։ Յալտայում բանակցությունների ավարտից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը զարմանալի գրառում էր թողել իր օրագրում. այսօրվա հակաֆաշիստները դառնալու են վաղվա ֆաշիստները։ Դե ֆակտո Ռուսաստանը այսօր այն ժամանակվա հակաֆաշիստ լինելով, դե ֆակտո Ռուսաստանը այսօր ոնց ուզում եք վերցրեք դարձել է ֆաշիստական քաղաքականություն, վարող պետություն։ Ամենադեպս որևէ մեկի, որևէ խելամիտ մարդու, որևէ ողջախոհ մարդու մտքով չէր կարող անցնել, որ Ռուսաստանը կարող է պատերազմել Ուկրաինայի դեմ, հարձակվել եղբայր սլավոնների վրա։ Այն Ուկրաինայի դեմ, որը հայրենական պատերազմում թերևս Բելարուսի հետ ամենատուժած երկիրն էր, որովհետև պատերազմը Ռուսաստանի բուն տարածք, ռուսական բուն տարածք չմտավ։ Պատերազմը Բելարուսի, Ուկրաինայի տարածքներում մինչև Մոսկվայի մատուցներ հասավ։ Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի մատուցներ հասավ։ Ու այսօր այդ Ռուսաստանը մնացել է երկրորդ համաշխարհային պատերազմի մաս կազմող հայրենական պատերազմի խրամատներում, թե իր գաղափարական հենքի վրա, թե պետական կառավարման համակարգի պատկերացումների վրա, ցարի բոգի պատկերացումների վրա, պաշտոնապես իրենց անվանելով իբր թե ժողովրդավարական երկիր, ռուսական ժողովրդավարության պատկերացումները այնպիսին են, որ բոլոր մեզ հետ համաձայն չեղող մարդիկ կամ պետք է լինեն բանտում, կամ պետք է մեռած լինեն, կամ պետք է երկրից արտաքսվեն։ Այդ ժողովրդավարությունն է փորձում Ռուսաստանը արտացել բոլոր այն տարածքներ, որը ավանդաբար իրենց գնահատականով իրենց տարածքներն են։ Բայց այդ իրենց տարածքներ հասկացությունը, որը որևէ կերպ չի տեղավորվում ոչ Սերգեյ Լավրովի, ոչ Պիսկովի, ոչ առավել ևս Վլադիմիր Պուտինի ուղեղում, վաղուց արդեն իրենց տարածքները չեն, ու դա ապացուցել է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, ոչ միայն Ադրբեջանը, դա ապացուցել է Միջին Ասիայի պետությունների համախումբը, այն Միջին Ասիայի պետությունների համախումբը, որոնք Եվրամիության հետ փառահեղ հարաբերություններ ունեն, որոնք փառահեղ հարաբերություններ ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ Միջին Ասիան ու Հարավային Կովկասով դեպի ծովեր մուտքը, ելքը, մուտքը, չգիտեմ, ես պարագայում թե ելքն է ճիշտ, թե մուտքն է ճիշտ, ապահովելու է տրիպը, այս միջմայր ցամաքային ճանապարհը հենց տրիպն է, Ռուսաստանը այստեղ չի կարողանում իրեն գտնել։ Եվ չի կարողանալու, չէ՞, թե բնականաբար չի կարողանալու, որովհետև Ռուսաստանը համենայն դեպս Ղրիմի բռնակցությունից հետո Ռուսաստանի դեր նշանակությունը աշխարհում չափազանց փոխվել է։ Ռուսները իրենք հավատացին, որ իրենք գերտերություն, ռուսները հավատացին, որ աշխարհը ոչ թե պետք է աշխարհի հետ ոչ թե պետք է համագործակցել, այլ աշխարհին պետք է պարտադրել սեփական կամքը, ու ինչի հասան։ Դուք Ալեն Սիմոնյան, Սերգեյ Լավրով այդ հանդիպման ձևաչափի տարօրինակությունը ընդգծեցիք, բայց նաև չասացիք, ինչ ենթադրություններ եք արել դրանից, կամ մենք որպես հանրություն ինչ ենթադրություններ անենք, եթե այդ ձևաչափը Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության, ասենք, ընդհանրապես միջպետական հարաբերություններում այդ հանդիպումը այնպես մի դարակազմիկ նշանակություն ուներ, որ ինչ-որ ենթադրություններ պիտի անեինք։ Ալեն Սիմոնյանը գնացել էր կարծեմ պաշտոնական, եթե չեմ սխալվում, այցով Ռուսաստանի Դաշնություն ընդամենը մի հանդիպում էր ունեցել, մեկով ավել, մեկով պակաս։ Եվ այդ այցի օրակարգում այդ հանդիպման այդպիսի նշանակություն տալ ամեն դեպքում հակված չեմ, գիտեք, ես շատ ավելի կարևորում եմ Ռուսաստանի Դաշնությունից հնչող այն պարբերաբար փորձագիտական դաշտում,
քաղաքական դաշտում այն հնչող են հայտարարությունները, հիշում եք, բայց կան ինչպես էր ձևակերպում, կուտա ու դենիտիսիս подводные лодки։ Այ այդ մտայնությունը Ռուսաստանի Դաշնությունը Սալավևից սկսած Դուգինով վերջացրած ինչու ոչ նաև Պիսկով Լավրով Զախարովա Երեակի աջակցությամբ փորձում են անդադ մեզ պարտադրել կուտա вы денетесь из подводной лодки, а нам есть куда деться։ Ամբողջ խնդիրը դա է։ Օրինակ ինչի էր հանկարծ պարզվում, որ Վենսի աչքերը այդքան էլ կապույտ չեն, Վենսի այցի ժամանակ այդքան էլ կարևոր համաձայնագրեր չեն ստորագրել, էլ թարգմանական սխալ, էլ չգիտեմ ինչ, սկանդալների վրա, ու ընդհանրապես այցի օգտակար գործողության գործակիցը 0 էր, որովհետև այդ 0-ն փորձում են տեսնել ու այդ 0-ն փորձում են պարտադրել Ռուսաստանից։ Այն Ռուսաստանից, որը ինչ ասեմ, արդեն քանի տարի է բոլոր հնարավոր տարբերակներով ճչում է, բացականչում է, ողբում է, տարածաշրջանից իրեն դուրս են դնում։ Տարածաշրջանից Ռուսաստանը ինքն է իրեն դուրս դրել իր վարած քաղաքականությամբ, իր վարած քաղաքականության սկզբունքային արմատական շրջադարձային սխալներով։ Քանի որ այդ սկանդալներին անդրադարձակ Տիկին Ադամյան, հիմա հնարավոր չէր խուսափել գրառում անելուց, օրինակ Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո, որպեսզի ստիպված չլինել վերախմբագրել այդ գրառումը։ ԱՄՆ փոխնախագահի մակարդակով։ Իհարկե հնարավոր էր, բայց ես այն չեմ կարծում, որ այդ 64-րդական նշանակության դրվագը պետք է դարձնել քաղաքական, այսպես շատ կարևոր, ոյ, Վենսը չէ ճանաչեց հայերի ցեղասպանությունը։ Այս մեկնաբանությունը տա։ Հա Ռեյգանը ճանաչեց, Բայդենը ճանաչեց, հետո ինչ փոխվեց։ Արդյոք հայերի ցեղասպանության ճանաչումը հիմա հայերի թիվ 1 խնդիրն է աշխարհում։ Հայերի թիվ 1 խնդիրը աշխարհում ինքնիշխանությունն է։ Հայերի թիվ 1 խնդիրը աշխարհում տարածաշրջանում խաղաղությունը, զարգացումն է։ Հայերի թիվ 1 խնդիրը աշխարհում այս պահին 2026-ի ընտրություններում ինքնիշխանության ամրապնդմանը, զարգացմանը եւ անվտանգությանը ուղղված ընտրություն անելն է։ Թե չէ Վենսը գրեց գենոցիդ, չգրեց գենոցիդ, Վենսը ուր գնաց, Վենսը շահիդների պուրակ գնաց, թե չգնաց, ունեք քաղաքականության մեջ իրոք մանրամասները շատ կարևոր նշանակություն ունեն, բայց սխալվում են եւ կույր են բոլոր նրանք, ովքեր քաղաքականության մեջ մանրամասներին տալիս են առանցքային նշանակություն համաժամանակյա զուգահեռ առանցքային խնդիրները չտեսնելով։ Սա էլ է աքսիոմա։ Իրանի հետ կապված ինչ կարող եք ասել եւ դրանով ամփոփենք Տիկին Ադամյան։ Իսկ ինչ եք ուզում, որ Իրանի հետ կապված ասեմ։ Չգիտեմ, այս ամենը կարող է անհանգստացնել, եթե անհանգստացնող լիներ, մենք արդեն կունենայինք արձագանքներ։ Վենսի այցը նկատի ունեք Հայաստանի Հանրապետությունից։ Ասում են դա նաեւ Իրանի շուրջ ծավալվող գործընթացների շրջանակում է, օղակը Իրանի շուրջ սեղմվում է եւ այս այցը դրա հետ է։ Եթե օղակը Իրանի շուրջ սեղմվում է, օղակը հաստատ Հայաստանի Հանրապետությունը չի սեղմում։ Իրանը ընդհանրապես ժամանակն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմնորոշվի, Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը ավելի ճիշտ կողմնորոշվի, կարողանում է սեփական ժողովրդի հետ լեզու գտնել։ Սա հարց է, չէ՞։ Սեփական ժողովրդի հետ կարողանում է լեզու գտնել։ Եվ միայն սեփական ժողովրդի հետ լեզու գտնելուց հետո ես կարծում եմ Իրանի Իսլամական Հանրապետությունից կարող են Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կամ տարածաշրջանի որևէ պետության վերաբերյալ հայտարարություններ հնչել, որովհետև համենայն դեպս են բոլոր խնդիրները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում հոգևոր իշխանության գերակայությամբ գործող քաղաքական իշխանությունը այս ամբողջ ընթացքում կուտակել է եւ չի կարողանում այս ամբողջ խնդիրների տակից տնտեսապես դուրս գալ, քաղաքականապես դուրս գալ, այս ամեն ինչը Հայաստանի Հանրապետության մեղքով չի։ Եվ մենք կարող ենք Հայաստանի Հանրապետության ու Իրանի հարաբերություններում մի շատ մեծ ցուցակ գրել, թե ինչքան բարեկամական են մեր հարաբերությունները, բայց ցավոք նույնքան երկար մեկ այլ ցուցակ էլ կարող են գրել, թե Իրանը որքան ոչ բարեկամական դրսևորումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բացենք հա մեր աչքերը, ռեալ գնահատենք մեր իրական բարեկամներին եւ ռեալ գնահատենք մեր իրական դաշնակիցներին, որովհետեւ մենք հիմա իսկապես ապրում ենք չափազանց բաց խաղաքարտերով գործող աշխարհում, չափազանց արագ զարգացող աշխարհում, չափազանց դինամիկ զարգացող աշխարհում եւ այն հանգամանքը, սոսկեն հանգամանքը, որ անդադ բարձրաձայնվում է
Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավոր հարվածի մասին Իրանին, Իսրայելի հնարավոր հարվածի մասին Իրանին, այս միջուկային համաձայնագրի չկնքման կամ միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության չգալու պատճառով հերթական բախման մասին եւ այդ բախումը չի լինում, ես կարծում եմ, որ Իրանը պետք է այնուամենայնիվ շնորհակալություն հայտնի Հայաստանին եւ Հայաստան J.D. Vance-ի այսին եւ այն հանգամանքին, որ այս տարածքով անցնելու է տրիպը, իսկ տրիպի հետ կապված տարածաշրջանում պետք չի եւ չի կարող պատերազմ լինել, որևէ մեկ այս փաստը չի արձանագրում, որևէ մեկ այս մասին չի խոսում, բայց պետք է խոսել, պետք է տեսնել։ Եվ տեղեկություն կա Տիկին Ադամյան, որ սպասվում է Փաշինյանի այցը Թեհրան, որի շրջանակներում Հայաստանն ու Իրանը ռազմավարական Տեղեկությունը հայտնել է հաստատություն Իրանի այո դեսպանը, ես կարծում եմ դեսպանը մի քիչ շտապել է, ինչպես իր բոլոր մյուս քայլերում։